Ամուսինս իմ հանդեպ սառել է։ 3 ամիս է ամուսնացել ենք, մի տարի է ամուսնացել ենք, 3 տարի է ամուսնացել ենք։ Ինքը իմ հանդեպ սառել է, էլ չի սիրում ինձ եւ ուշադրություն չի դարձնում։ Հրաշքներս, տղամարդը ջերմ է եւ ինքը ցույց է տալիս էմոցիաներ, մենակ այն ժամանակ, երբ որ ինքը սիրահարված է եւ ուզում է ձեզ հասնի։ Ինքը անում է նենց բաներ, որ տղամարդուն բնորոշ չի, որպիսի հասնի ձեզ, որպիսի ձեզ իրանով անի։ Ես որ խոսում եմ, շատ մարդիկ ասում են, ամեն ինչը տենց հեշտ չի։ Այո, ամեն ինչը տենց հեշտ չի, հրաշքս, բա եթե հեշտ լիներ, այսքան մասնագետ չէին լինի։ Ուրեմն, երբ որ դա արդեն ստացվեց իրա մոտ, քեզ իրանով արեց, ինքը այլևս այդ մանիպուլյացիաները չի անում, դա իրան բնորոշ չի, ինքը հանգստանում է, ինքը քեզ արդեն ունի եւ հանգիստ ապրում է իրա հունով, գիտակցելով, որ դու արդեն իրանն ես, որ դու արդեն իրա կողքին ես, այլևս ոչ մի բան անել պետք չի։ Ես միշտ ասում եմ, մենք տարբեր ենք։ Տղամարդիկ ուրիշ ձև են, կանայք ուրիշ ձև։ Տղամարդու ուղեղը ուրիշ ձև է աշխատում, հորմոնը ուրիշ է, կնոջ ուղեղը ուրիշ ձև է աշխատում, հորմոնը ուրիշ է։ Տղամարդու մտքերը շատ են, կանանցը ավելի շատ են։ Կինը մտածում է կյանքի, կենցաղի, ապրելու եւ այլն այստեղ ու հիմա, գետնի վրա է։ Տղամարդը մտածում է, տրամաբանում է ամեն ինչի մասին, ավելի խորապես, անալիզ է անում անընդհատ։ Եվ եթե հանկարծ մի օր տղամարդը ձեր հետ կիսվի իրա մտքերով, դուք կասեք անհեթեթություն է, ինչա, կծաղրեք, կասեք, ես ինչա խոսում անհեթեթ բաներ ասում։ Այո, դրա համար տղամարդը երբեք չեն կիսվի մեզ հետ իրանց մտքերով։ Հիմա նայեք ինչ եմ ասում։ Տղամարդը ուղիղ է խոսում։ Ինչի՞ չես կարող խոսես տղամարդու հետ։ Որովհետև ինքը ուղիղ է խոսում, ինչ մտածում ասում է, իսկ մենք խոսում ենք այս սենց, նամյոկներով եւ ինչ որ մի բան մտածում ենք, որ տղամարդը կհասկանա, ոչ, ինքը չի հասկանա, ինքը գուշակ չի, իրան պետքա ուղիղ ասել։ Մի բան ես ուզում տղամարդուց ունենաս, ուղիղ ասա։ Ես կունենամ այն ամենը, ինչը որ ցանկանում եմ, որ իմ տղամարդը ինձ համար անի, եթե ես դրա մասին իրան ասեմ, ուղղակի դնեմ ու ասեմ, վերջ։ Բերանով ասեմ ինչ եմ ուզում։ Տղամարդը մտածում է ուրիշ ձև։ Մենք խոսում ենք, ուղղակի խոսում ենք, կիսվում ենք, որ թեթևանանք։ Իսկ տղամարդը լսում է, տրամաբանում է, անալիզ է անում եւ հարց է լուծում, ու ինքը ջարդվում է, կոտրվում է ձեր այդ խոսքերի տակ։ Չի կարելի։ Ասում ես ամուսինդ հիմար է, ասում ես ապուշ է, անխելք է, ինքը ոչ մի բան չգիտի ու չի կարա, ինքը գիժ է, գիժ է, ասում ես ամուսինդ գիժ է, հիմար է, իսկ դու խելացի ես ու ամեն ինչ գիտես, Եթե դու խելացի ես, իսկ քո ամուսինը գիժ է, բա դու չգիտես, որ գժերի հետ խելք չեն դնում, անընդհատ կռվում է, քեզ չի լսում, քո մասին հոգ չի տանում, ու դու չես կարա բաժանվես ու միշտ ծեծ ես ուտում կամ միշտ կռիվ ես ուտում։ Եթե դու գիտես, որ չես կարա բաժանվես, մնալու ես այդ ընտանիքում։ Եթե դու գիտես, որ քո ամուսինը կռվարար է ու գիժ է, բա դու ինչի ես հետը կռվում։ Եթե պիտի մնաս, ուրեմն վերաբերվի իրա հետ, ոնց գժի հետ են վերաբերվում։ Գլուխ մի դիր ու կռիվ մի արա ու մի պահանջի։ Հրաշքներս, ես որ ասում եմ, ինձ լսեք, տղամարդիկ ուրիշ են, տղամարդը միշտ ճիշտ է, այո, համաձայնվում ենք տղամարդու հետ, մեր պահանջներն ու խնդիրները ուղիղ ասում ենք, եթե նեղն եմ, ասում եմ օգնիր ինձ, իմ հրաշք ամուսին ես, ինչ հարցը պիտի լուծվի, վերջ լռում ենք, բայց հետո պիտի սպասեք, համբերեք, որովհետև դա էլ պիտի իմանաք, որ տղամարդը տրամաբանական ուղեղ ունի, անալիզ է անում եւ շատ դժվար է որոշումներ կայացնում, ժամանակ է պետք, քոնը ասեցիր, գնացիր քո գործերով, մի օրից, եթե հեշտ հարց է, 2-3 օրից, եթե թեթև հարց է, եթե ծանր խնդիր է, մի տարի կարող է պետք լինի, որ այդ հարցը լուծվի, բայց այդ լուծումը կլինի, եթե դու այդ խնդիրը քո ամուսնուն ասես, ամուսին ջան, սիրելիս, այս հարցը ունենք, մտածի ոնց ենք լուծում։
եւ գնաս քո գործերով։ Համբերեք, սպասել սովորեք։ Հնազանդ կինը, հմուտ կինը ամեն ինչ կյանքում կունենա եւ կվայելի։ Ասում եք ինքը ինձ չի սիրում, ոնց իմանամ սիրում ա թե չէ։ Սերը խոսքեր չեն, սերը բառեր չեն, սերը կեքս չի, սերը հանդիպումներ չեն, սերը նվերներ չեն։ Սերը զգացմունք է, գործողություն է, որը դու զգում ես քո դիմացինիդ ամեն վարքյան եւ դու ես անում քո հրաշքի հանդեպ ամեն վարքյան։ Սերը նա է, երբ որ ինքը քեզ տեսնում է փինձով վիճակում, լացած, հիվանդ, տկար, ոչ սիրուն, առավոտ վեր կացած, երեկոյան գզգզված, հիվանդ, ծնդաբերած, լացած, ծիծաղած, եւ ինքը շարունակում է գործողություններ անել քո համար։ Սերը նա է, երբ որ դու տեսնում ես քո տղամարդը ինչքան անհետեթ բաներ անում, սխալ է իրան պահում, փնթի բաներ անում, բայց դու շարունակում ես գործողություններ անել իր համար ու կողքը մնալ։ Դա է սերը։ Սերը դու զգում ես, սերը հոգատարություն է, գործողություն է եւ ամեն վարքյան դու զգում ես, թե մարդը քո համար ինչ է անում։ Անջատեք ձայները, անջատեք նվերներն ու ցանկություններն ու քիմիան, թողեք մարդու գործողությունները։ Նայեք, թե մարդը ինչ է անում ձեր հանդեպ։ Անում է ամեն ինչ, ուրեմն սիրում է։ Դա է սերը։ Էլ ոնց ասեմ, հրաշքներս։ Միշտ ես ջղայնանում եմ։ Իսկ դուք գրում եք կոմենտներում, թե ձեր ամուսինը ինչքան վատն է։ Այո, կնոջ մեջ պետքա լինի հմտություն։ Կինը պետքա 10 աչք ունենա, 60 ականջ ունենա, շատ գիտելիքներ ունենա։ Կինը պետքա տեսնի ամեն ինչ, ինչ շուրջը կատարվում է։ Այո, կինը պետքա ամեն ինչ կոնտրոլի տակ պահի, ինքը իրան, իր զգացմունքները, իր խոսքը եւ այլն։ Չես կարա դու լինես իրական կին, եթե դու չհասկանաս, ինչ ես դու ուզում, ոնց ես ուզում, երբ ես ուզում ու ամեն ինչ անես դրա համար, որովհետև դու ես դա ուզում, քեզ է դա պետք։ Տղամարդը հանգիստ ապրում է իր կյանքը քո կողքին, իսկ դու տվայտվում ես եւ ինչ որ ֆանտազիաների մեջ ես ընկնում։ Ապրել սովորեք իրար հետ, հրաշքներս, իսկ եթե չեք կարա, շատ բան չգիտեք, ինձ գրեք եւ ձեզ կօգնեմ։